Ուրեմն 2005 թվականից սկսած Ազգային անվտանգության ծառայության առջև խնդիր դրվեց, որպեսզի ապահովվի աստիճանաբար Ռոբերտ Քոչարյանից իշխանության փոխանցումը Սերժ Սարգսյանին։ Բայց դա պետք է արվեր այնպես, որ իշխանության փոխանցման ընթացքում երկրի տնտեսական քաղաքական զարգացման եւ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Սերժ Սարգսյանը կարողանար իր զարգացումները ապահովել, իր պայմանավորվածությունները ապահովել։ Իսկ դրանք շատ բարդ եւ վտանգավոր էին երկրի համար, ես ձեզ պաշտոնապես ասում եմ։ Եվ ազգային անվտանգության ծառայությունը ամեն ինչ արել է, որպեսզի Սերժ Սարգսյանը չկարողանա իրացնել այն ծրագրերը, վտանգավոր ազգանապաստ ծրագրերը, ազգակործան ծրագրերը, որոնք իրանք նախատեսել էին եւ որոնք փորձում էին իրականացնել։ Ինչ ծրագրերի մասին է։ Ես հիմա ձեզ կասեմ։ Ուրեմն ամբողջ ընթացքում հարցը վերաբերում էր երկու ուղղության։ Առաջինը երկրի տնտեսական քաղաքական զարգացումը։ Ուրեմն մենք գաղտնալսում էինք եւ օպերատիվ հետախուզական գործակալական արտաքին դիտարկման ամբողջական աշխատանք էինք իրականացնում բոլոր այն խնդիրների առնչությամբ, որոնք վերաբերում էին երկրին։ Կոնկրետ կարող եմ ասել, որ բավականին լուրջ տեղեկատվություն էր ստանում, ասենք օրինակ ԱՄՆ-ի դեսպանատանը աշխատող Հայազգի Լիլիթ Օհանյանի բնակարանից, որտեղ գաղտնալսման սարքեր էին տեղադրված եւ որտեղ հավաքվում էին ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները, մասնավորապես ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսը եւ ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փեզինգտոնը։ Նրանք իրենց բոլոր զեկույցներում, սկսած 2008 թվականի Սերժ Սարգսյանի ընտրվելուց այնուհետ, զեկուցում էին, որ երկրում տիրում է թալան։ Մենք դրա վերաբերյալ զեկուցում էինք Գորիկ Հակոբյանին, որն էլ զեկուցում էր Սերժ Սարգսյանին։ Եվ այդ ֆինանսական յուրացումների եւ ընդհանրապես երկրում օրինականության սահմանափակման առնչությամբ Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը այնքան էր մեծացել, որ ամերիկյան եւ ընդհանրապես միջազգային կառույցներն ուղղակի աղմկում էին դրա վերաբերյալ իրենց ղեկավարներին։ Գաղտնի բոլոր իրենց զեկույցներում, որոնց ընթացքում մենք գաղտնալսում էինք, նրանք զեկուցում էին իրենց ղեկավարությանը, կոնկրետ կենտրոնական հետախուզության վարչությանը եւ ԱՄՆ մյուս ղեկավարներին, որ Հայաստանը հետընթաց է ապրում եւ անհրաժեշտ է Հայաստանին պատժել։ Եվ այդ պատիժը եղավ։ Հայաստանի համար սահմանափակվեցին ֆինանսական հնարավորությունները, անհատույց հնարավորությունները։